Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, քանի որ մենք ցանկանում ենք այս թեման այսքանով փակել, բայց քանի որ ազգային ժողովի ճեպազրույցները, անգամ երեք Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ падգամավորները անընդհատ փորձում են այս միջադեպը, տաշ միջադեպը, որ մետրոյում եղել էր, անընդհատ փորձում են այդ կրակի վրա բենզին ավելացնել, ապա մենք բացարձակ խնդիր չունենք, մենք այդ իմաստով բավականին օբյեկտիվ եղել ենք ու լինելու ենք, բայց եթե շատ եք ուզում, որ անպայման անդրադառնանք նաև թե ինչա թաքնված է ամեն ինչի հետևում, սիրով։ Տեսեք, մի հետաքրքիր մուլտֆիլմ կա հայելի, երբ բոլորը փորձում են ցանկանում են հասկանալ, թե դա ինչ է, ու ամեն մեկը տեսնում է այն, ինչ որ ինքը կա ըստ էության, հա։ Հիմա սրանցն է։ Ինձ համար ասես որ կողքից նայում եմ շատ զզվելի տեսարան է բացվում, զարհուրելի, խեղճ մտանք առաջացնող, բայց միևնույն ժամանակ զզվանք առաջացնող տեսարան է բացվում, երբ տեսնում ես, որ ոնց որ թե կայացած ինչ որ տղամարդիկ են եւ այլն, այնտեղ մեկը փարաջայով, մյուսը կապայով, մյուսը կոստյումով ու փողկապով, մյուսը զինվորական համազգեստով, այն մեկը սպորտային համազգեստով, ու այս բոլորը փորձում են թաքնվել այս միջադեպի ու այս տիկնոջ ետևում ու այդտեղից սենց հրել, որպեսզի սենց կարողանան ինչ-որ բան ստանան, էլի, ու սրանք հենց այն երևույթներն են, ովքեր մի քանի տարի անընդհատ փորձում են ատելությունը սնուցել հանրության մեջ ամեն կերպ լցնել, առանց հասկանալու, որ իրենց երեխաները, թոռները նույնպես ապրելու են այս երկրում, ու այս ամեն ինչը մի օր վերջանալու է, մի օր ովքեր իրենց պատիժը պիտի կրելու են, բայց մեր երեխաներն ու թոռները դեռևս իրար հետ շփվելու են, ու կարիք չկա դա մտցնել սերունդների մեջ, հասկանում եք, բայց իրանք թքած ունեն, թե ժողովրդի վրա, թե նրա սերունդների վրա, թե նրա անցյալի, թե ապագայի վրա, հարցը դա չի, այնուամենայնիվ, իրենց դիրքավորումը սա է, եւ այդ հերոսական մի հատ պատկեր էր տիկնոջի հետ, երեխայի հետ, ու ամեն մեկը մի գրառումով, դուք չեք ամաչում, դուք հենց դրանով թիրախավորում եք այդ տիկնոջը, գուցե այդ տիկինը ասես թերթում է, տեսնում է իրեն սատարողներին, իրեն լավ է զգում, բայց դուք թիրախավորում եք նրան, ու եկել ու ասում եք, թե այ ինչու եք արցախցիներին թիրախավորում, լուրջ եք խոսում, գիտեք, երբ որ մի քանի տարի անընդհատ ասում ենք, որ Արցախը ու Հայաստանը ասիմետրիկ են գործում, ինչը շատ սխալ է ու հնարավոր է շատ վատ բաների բերի, այդ ժամանակ դուք դարձյալ շարունակում եք գտնել այդ այնց արցախցի տիկնանց, տղամարդկանց եւ այլն, ովքեր հնարավոր է ինչ-որ ձեզ լսելով արդեն սկսել աշխատել ատելությունը ինչ-որ գրառում անեն ու դարձյալ թաքնվում եք նրանց հետևում, եւ հենց այդպես էլ տվեցիք Արցախի միջայլոց, հիմա այսօր կանգնել ինչ եք խոսում, այստեղ մեկը կա, չգիտեմ ինչ Դանելյան, ասում է պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը հրամցվում է իբրև իրենց բնակության վայրն ինքնակամ թողնել, փախուստ, ասես խելացի մտքեր, որը փորձում եք արտահայտել ինչ-որ կապեր գտնել, շատ սխալվում եք, որովհետև մենք, երբ որ ասվում է փախչողների մասին, դա ասվում է համակարգային իմաստով, դուք շատ լավ գիտեք խոսքը ինչի մասին է, հասկանում եք, բայց ավելի լավ է մտնեք ձեր ժամանակները, դուք նայեք երբ դուք չեք խոսել, գիտեք ինչ, երբ որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, բնակչության փախուստը եթե կարելի է ընդ որում չհամակարգված, ժողովուրդը երբ որ դուրս էր գալիս, դուք անգամ էվակուացիա չցանկացաք կազմակերպել, մենք շատ լավ հիշում ենք այդ օրերը, արցախցիները չեն իմացել իրենք ուր են գնում, ինչ են անում, չեն իմացել, ինչքան ժամանակով, իրենց թվացել է նորից պատերազմ է սկսում, գալիս են ապահովայր նորից հետ վերադառնալու համար, ու շատ բան հետները չեն էլ վերցրել, հասկանում եք, որովհետև դուք էվակուացիա էլ չկարողացաք կազմակերպել, անգամ այդ բենզինի պայեսների պայությունը դեռ հարց է ինչպես եղավ, պարզապես քննությունները ես հասկանում եմ, որ չեն կարող շատ
խորքային ընթանալ, որովհետև տարածքը չկա։ Տեղում քննչական գործողություն իրականացնել, փորձագիտական գործողություն իրականացնելու անհնարինություն կա։ Բայց դուք այդ կներեք, այդ ժեխ բառը, երբ ինչով որ այդ տիկինը ժամանակին իր Facebook-յան էջում բնորոշել է 680,000 քաղաքացիների, դա ինքնուրույն է մտածել։ Այդ բառը բավականին տարածված է եղել ձեր մեջ, ժողովրդի հանդեպ 680,000։ Ես ուզում եմ հասկանալ, երբ որ դուք գայիք իշխանության, 680,000 քվեարկողներն են, Բայց այդ 680,000 ունեն երեխաներ, ովքեր որ չեն քվեարկում, քվեարկելու իրավունք չունեն։ Այսինքն մոտ 1 միլիոն մարդու հետ ինչ եք անելու։ Իրենց տենց դառնալու եք պետության կառավարիչ, իրենց տենց ժեխի պես վերաբերվելու, սա է եղել ձեր բնութագիրը, հասկանում եք։ Ու փորձել մտածել, թե տարիների մեջ կարող է կորել այս ամեն ինչի գիտակցումը, սխալվում եք։ Ես հասկանում եմ, որ այո, գիտականորեն ապացուցված փաստ է, որ մասսայի հիշողությունը կամ քաղաքացիների համախմբի հիշողությունը կարճ է, ինքը 6 ամիս, 8 ամիս, մի տարի շատ ու հնարավոր է մոռացնել, նայած ինչպես կխոսվի դրանից հետո կամ այդ ընթացքում։ Եվ դուք հույսները դրել եք այս ինստիտուտների տվյալների վրա, դա KGB-ի դպրոցն է, KGB-ի, FSB-ի դպրոցն է, որը որ չի փոխվել սովետական ժամանակներից սկսված, այդ հաշվարկները այդտեղ են անում։ Հիմա դուք ուզում եք այստեղ ինչ-որ նեյնիմ խաղաք, թե ով ինչի համար է ասում փախել են, դա հարցի մի կողմն է, բայց գիտեք ինչ, երբ որ Հայաստանի Հանրապետությունից էին փախնում ձեր կառավարման տարիներին, մենք կարող ենք իմանալ դուք ինչ գնահատական եք տալիս դրան, դուք կողմ եք, դեմ եք, ինչ եք, կամ աչքովս ընկավ Քոչարյան Ռոբերտը, ասում է, եթե սենց մենք 21 թվականին ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի։ Ու այստեղ ես մատ հարց ունեմ Քոչարյան Ռոբերտին, իսկ ինչի դիմաց չէր դատարկվի։ Հնարավոր է, որ եթե դուք ընտրվեիք, Ղարաբաղը չդատարկվեր, Հայաստանը դատարկվեր։ Կամ հնարավոր է, որ երկուսն էլ դատարկվեին։ Հնարավոր է երկուսն էլ դադարային գոյություն ունենալ, լիքը լինեին, բայց որպես պետական միավոր չլիներ։ Եվ ամենամեծ հնարավորը հենց այս վերջին տարբերակն է, չէ՞, Քոչարյան Ռոբերտ, ինչի դիմա, ինչն էր լինելու են գործողությունը, որը դուք նախաձեռնում եք անեք, ձեր ծրագրի մեջ դա գրած չի։ Անկամ դուք դեբատներին չեք գնացել, որ գոնե հարցերի պատասխանեք։ Մենք լսենք, դուք գնացել եք ձեր լրագրողների մոտ գրված հարցերին պատասխանելու, որը սստենես ձեր խոսույթում կա։ Մեր նոր հարցերին պատասխան չեն եղել։ Ինչպես։ Ինչպես իմ ասել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատրումը գցեք, ասել եք չէ։ Ինչպես։ Իմիջայլոց ձեր շատ սիրել են, որ քիմիական կապ ունեք է Պուտինի հետ։ Ռուսաստանի խաղաղապահներն էին այնտեղ։ Եվ այո, ձեզ թվում է, գիտեք, ես հիշում եմ, մենք դուք էլ հիշեք, Ժողովուրդ ջան, երբ որ Արցախը դատարկվեց, թե այդ օրերին, թե դրանից հետո մի 5 ամիս ընդդիմությունը ոնց որ կորած լիներ։ Այդ լռություն էր։ Թե իրենք չէին խոսում, թե այդ խոսակցության բացվելու տեղը չէին տալիս, որպեսզի հիշողությունը թարմ չմնա, էլի այդ բանի հանդեպ։ Լուր էին իրաց բանում, այդ նույն սիստեմից են չխոսալու։ Մի 5-6 ամիս լռություն պահեցին, մի 5-6 ամսից նոր քիչ-քիչ սկսեցին էլի ռուսականի մասին խոսել։ Գիտեք ինչ, որովհետև գիտեն, որ ժողովուրդը ոնց է այդ պահին ատում ռուսական քաղաքականությանը։ Ոնց է ատում, որովհետև բոլորն էին հասկանում, որ այո, Ռուսաստանը ծախեց դա։ Եվ դա այդ պահին չծախեց։ Ռուսաստանի մոտ դա մի քանի տարի արդեն այդ ռազմավարությունը գնում էր, որ ինչ-որ մի պահի պիտի Արցախը տա Ադրբեջանին։ Այ խնդիրը հենց այդտեղ է եղել։ Եվ երբ որ ռուս խաղապահները եկան, արտախորհրդարանական ընդդիմությունը, եթե իշխանությանը մի հարցում մեղադրում էր, դա հենց այդ հարցն էր, որ ինչու չբերվեց միջազգային խաղաղապահներ։ Եվ բայց հնարավոր էլ չէր, ես հասկանում եմ, թե որքան հնարավոր չէր լինի դա,
խնդիրները շատ այլ տեղ կտանեին, բայց հնդածս հնարավոր էր դառնում ռուսականին միջազգայինով փոխարինելու, հասկանում եք, որովհետև արդեն իշխանությունում հասկացել են, որ Ռուսաստանը մտել է այնտեղ, որպեսի վերջնական տա Ադրբեջանին Արցախը։ Արցախում կառավարիչները չէին ցանկանում սա ընդունել, հավատալ սրան, եւ ժողովրդին չէին նախապատրաստում դրան։ Ճիշտ հակառակ, նրանք էլ դուրս էին գալիս, էլ ժեխ, էլ թուրք ինչ ասես ասում էին, հանրությունն էլ կրկնում էր դա։ Ընտրեմ ամբողջ իրականությունը։ Ռուսական գոտում էր Արցախը, որպեսի տրվեր Ադրբեջանին, եւ դրա մասին Ռուսաստանը սկիսաթաքնված ձևով բազմիցս հայտարարել ու արտահայտվել է, որ իր տեսանկյունից, որպես տարածքի հեգեմոն պետություն, ինքը դիտարկում է, որ Արցախը Ադրբեջան է։ Եվ մնացած փորձերը Արցախը պահելու կլինի ռազմական, պատերազմական միջոցով, թե դիվանագիտական, ցավոք բախվեցին պատին։ Բայց դա նաև բերեց նրան, որ Հայաստանի Հանրապետություն կերտվի։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ, եւ այդ Հայաստանի Հանրապետության կերտման գործում մենք բազմիցս նաև Ռուսաստանի քաղաքականությանը համարձակություն դրսևորեցինք վերջապես ամեն անգամ հա չասել ու հստակ կանգնել ու դիմադրել։ Ինչը չէր անել Ռոբերտ Քոչարյանը բնականաբար, էլի։ Ասենք պիտի Պուտինին կանգներ, ասեր չէ, ես էս չեմ անի։ Պուտինը պիտի ասեր Զանգեզուրում պիտի Սյունիքի մարզում պիտի իմ խաղաղապահները լինեն, չգիտեմ, այնտեղ իմ FSB-ն վերահասկի, ես իմ ինչ ճանապարհներ, բաննել Քոչարյանը ասել էր, չէ, գիտեք, մենք դա թույլ չենք տա, բան, հա, սենց։ Իհարկե ոչ։ Եվ այո, Արցախի պատերազմը Հայաստանի Հանրապետության գոյության մասին է եղել։ Եվ ես սրա մասին 5 տարի ամեն օրով համարյա թե սրա մասին ասել եմ։ Դա եղել է։ Ու քանի որ նրանք հիմա փորձում են դարձյալ շահարկել զովաստերի ծնողների զգացմունքները ու ասում են, փաստորեն ձեր որդիները իզուր զոհվեցին, դուք տեսեք ինչպես են վերաբերվում, էլի սրանց վերաբերմունք է, էլի նայեք։ Ես բազմիցս ասել եմ, ու էլի եմ ասում, մեր տղերքը Արցախում զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության։ Պարզապես դրա գաղափարը ի սկզբանե ընկալելի չի եղել։ Չի եղել ընկալելի, բայց այո, դա Հայաստանի Հանրապետության գոյության մասին է եղել։ Արարման մասին է եղել։ Եվ 1000 փառք ու պատիվ նրանց։ Այնպես որ Քոչարյան Ռոբերտը ավելի լավ չխոսա, մենք լինեինք ինչ էինք անելույով, որովհետև նա անգամ 21 թվականի հունիսի 18-ներ, եթե չեմ սխալվում, վախեցավ գնա ՀՄԿ-ի պավիլոն դեբատի։ Վախեցավ։ Դու եթե այտենց ոին էր, այտենց սիրում էր, մեռնում էր Արցախի համար, դու պիտի գնայիր այդ դեբատին, դու վախեցար գնաս։ Դու էլ, Սերժն էլ, Լևոնն էլ, երեքդ էլ վախեցել եք գնալ ու դա ես միշտ եմ հիշելու ու ասեմ։ Սա քաղաքական ազգի ու պետության ճակատագրին վերաբերող ընտրություններ էին եւ այս ընտրություններն էլ են այդպիսինը։ Պետության ճակատագրի մասին ընտրություններ են։ Ու դուք, ես վստահ եմ, էլի եք վախենալու գնաք։ Ես վստահ եմ։ Դուք չեք գնալու, դուք չեք կարող գնաք, որովհետեւ դուք վախկոտ եք։ Թե դու, չնայած Սերժը չի ասել, չէ՞ որ մասնակցելու է, չգիտեմ հələ։ Դու անձամբ վախենալու ես գնաս։ Սա ես քեզ ուղիղ ասում եմ։ Ոնց 21-ին եք վախեցել, որովհետև վախը ձեր ներսում դուք չեք հաղթահարել դեռ։ Հիմա մի փոքր ժամանակագրության հետ գնանք։ Քոչարյան Ռոբերտ, կարող ենք իմանալ, եթե Արցախի մասին տես մտածող էր 98-ին ինչի եկար Հայաստան։ Եկար Հայաստան, բանը մի ձև քեզ սարքեցին Հայաստանի թագուհի։ Հետո Արցախցի գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական գործիչների բոլորին բերեցիր, բոլոր ինստիտուտներում տեղավորեցիր, հատկապես 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Բայց ինչի եք դատարկում Արցախը։
Վերջ էլ Արցախին պետք չէին գործիչներ։ Ինչ էիք բերում։ Այստեղ պաշտոնների նշանակում։ Այ 99-ի հոկտեմբերի 27-ով որոշվել է ճակատագիր։ Եվ մենք ընկել ենք, նետվել ենք անդունդը։ Եվ սրա Արցախից գալ այստեղ նստել եղել է հենց էդի գինն էր։ Հենց դա գինն էր Հայաստանի անկախության ոչնչացման Լեռնային Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա գինն էր։ Վնասը այդքանն է եղել։ Սա պետք է միշտ հիշել։ Դու ինքդ դատարկել ես Արցախը։ Գիտեք, բոլորս ենք հիշում այդ ժամանակները, երբ որ ասենք դու մեքենայով գնում ես գային, գայիշնիկը, այո, գայիշնիկը, երբ որ կանգնացնում էր, դու պատրաստ ես, ժամանակ թուղթ 200 դրամանոցներ կային, գեհիշեք ժողովուրդ ջան, 500 դրամանոցներ։ Էդի պիտի մոտդ ունենայր, կապ չունի, դու ինչ ես արել, ինչ չես արել, խախտում, այս պարտադիր չի խախտում անես, գայիշնիկը կանգնացրել է, պրավայի հետ, այդ վարորդական իրավունքի հետ, մեջը 500 դրամանոցը կամ 200 դրամանոցը դրած պիտի տայր։ Իհարկե կար դեպքեր 1000, 2000, 5000, հետո պիտի դնեիր ու տայր, բայց կողքիդ հետ կարող էին կանգնացնել մեկին, ով ծնունդով արցախցի է, սա լիներ հարբած ռույլի վրա, ու մի հատ էլ ես կայիշնիկին, ինչա պտալ են, իրանց բարբարով ես բարբարները մեր բոլոր սիրում եմ, հանկարծ չմտածեք թիրախավորում բարբարը, բայց մի անգամից ցույց տալով, որ իրենք Ղարաբաղից են, ու կայիշնիկը մի անգամից ներողություն, բան իրար խառնվելով ճանապարհում էր։ Հատուկ արտոնություններով, այսինքն ստրկատիրական արտոնություններ տալով բերում էիր։ Բայց ժամանակ չէիք մտածում, ինչ որ ատելության մտնոլորտ ձևավորվելու մասին, չգիտեմ ինչի մասին։ Դա շատ վատ բան էր։ Ցանկացած պաշտոնյա լսում էր, որ հեսա մեկը գալու է իր մոտ Ղարաբաղցի, արդեն վախենում էր։ Գիտեր, որ կապ ունի ձեզ մեկն ու մեկի հետ ու հարցը շատ ուրիշ ձև է լուծվելու, եթե իրանց սրտի ուզածը չանի։ Հիմա դու ինչի մասին ես եկել ստեղ խոսում։ Եթե ես լինեի, դու չէիր կարող լինել ու էլի չես կարող լինել ու չես լինելու երբեք, ոչ դու, ոչ տղերքդ, ոչ էլ ձեր գերդաստանից սրանից հետո որևիցե մեկը։ Ուր են փախաստղետ ուր է, սեթրակն ուր է։ Հələ մենք գա տեսնենք այստեղ, չգիտեմ, ձեր խմբակցությունը ինչ որ օրինագիծ բաներ բերել ներկայացնում մենաշնորհների բաների դեմ, այն հեռախոսների բիզնեսներ, բան որ մոնոպոլիա եք դարձել։ Մարդը արտասահմանից գալիս էր մի հատ հեռախոս էր մոտը ունենում, չէիք թողնում անցկացնի։ Չենք հիշում ինչի։ Ձեր նման ագահ անկուշտ մենակ դուք եք եղել, պետության այդքան վնաս տված մենակ դուք եք եղել։ Բա արդյունքը դրա ո՞րն էր լինելու։ Տենց են պետություն կառուցում, այդ պետությունն եք ժառանգել։ Դա եք ժառանգել, արդյունքում կորել են ինչ որ պիտի չկորեր։ Կամ քո բանակցած փաստաթղթերը մի հատ բացենք նայենք։ Դու չես բանակցել, որ արցախցիները պիտի ադրբեջանական պասպորտ ունենան։ Այդ դու քո բանակցածը չի, դու չես բանակցել մեղրիով տարածք տալու վրա։ Դեռ գրասենյակի ղեկավարն էլ կանգնել ծաղրում է իր արևին։ Եկեք այդ ծաղրանքի մասին արդեն կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Կանգնել է գրասենյակի ղեկավարը, դե Նիկոլ Փաշինյանը բան արեց, չէ, հարցեր է տալիս, ամեն օր հարցեր է տալիս, շատ խնդալու է ձևակերպում միջայլոց, երեկվա քարակոսը ինձ բացել էր, բան է, ասում է, այ եթե կարողանաք, հարց է տալիս, էլի, ասել այս ինչ բան եք, ամեն ինչ բան եք, ասեմ ուժեղ եք, ինտելեկտուալ հարցեր է տալիս։ Սա էլ կանգնել ասում, եթե դու կարողանաս 42 հատ պերաշկի ուտես ու 3 գծամետր սուջուխ, կասեմ դու ուժեղ տղա ես։ Ու գիտեք,
չէ 6 գծամետր սուջուկ, կասեմ ուժեղ։ Գիտեք, ստեղ մի հատ բան իմ համար առաջացավ մի անգամից, որովհետև այդտեն զուգադիպություն դժվար է գտնել 42 թիվն ու 6 թիվը իրար հետ դժվար է գտնել, էլի, նես թվեր չեն, որ բան։ Ուրեմն եթե ես չեմ սխալվում, Մեղրիով երբ որ միջանցքեր ես սա ցանկանում տալ թուրքերին եւ Սադարակում էլ երջանիկ ժպիտի դեմքին հանդիպել էր բանին Ալիևին, ուրեմն 42 կիլոմետր երկարություն պիտի ունենար եւ 6 մետր թե կիլոմետր լայնություն։ Հիմա ինչ-որ մեկ ինձ կասի, սա պատահականություն, հա։ Ինչ-որ նամյոքներ եք տալիս։ Ինչ եք ուզում հասկացնեք դրանով։ Առհասարակ էլ սրան թողնենք։ Այն բանը, Նարեկը Կարապետյան։ Այնօր նայում եմ, կանգնել է։ Գիտեք, իրանք իրանց մեջ որոշել են, որ իրանք ուժեղ են, հավատացել են դրան, ու տենց այդ ինտոնացիայով ինչ-որ բաներ են խոսում։ Կանգնել է, ասում, դուր էիր պատերազմից հետո, որ բունկերում, բունկերային, չգիտե, վարչա, Նիկոլ Փաշինյանին է ասում։ Ով է ասում, Նարեկը Կարապետյանը, ով ինչ-որ քաղաքական ուժ է ներկայացնում։ Ու այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները հետևից այո բան, հիմա ձեր այոներին ասեմ։ Նախ, երբ որ պետությունը արտակարգ վիճակում է գտնվում ու լինում է տվյալներ, որ հնարավոր է վտանգ սպառնա երկրի ղեկավարին, կլինի ներսից թե դրսից։ Գոյություն ունի ծառայություն, որը պարտավոր է ու զբաղված է երկրի ղեկավարի անվտանգությունը պահպանելով։ Եւ Փաշինյանը շատ էլ ուզեր, չէր կարող չենթարկվել այդ ծառայության հրահանգներին ու չտեղափոխվել ապահով վայր։ Այնպես որ սա ձեր հերն էլ լիներ, հորողբերն էլ լիներ, այն մյուսը լիներ, Պողոսը թե Պետրոսը, դա այդպես է լինում։ Մետ ուսումնասիրեք, նայեք աշխարհի պատմությունները, իջացնում են բունկերում են սպանում անգամ թաքստոցներում, մետ նայեք էլի, մետ կարակ Պուտինին ասեք բունկերային բան, առնետ օրինակ, կարակ ասեք Պուտինին բունկերում է, հենց 3-4 տարի է բունկերից դուրս չի գալիս։ Բացեք մի հատ։ Բա որովհետև պատերազմական գործողություններով երկրի ղեկավարը բանի տակ է, նշանառության տակ է, կլինի կրկնում եմ արտաքին թե ներքին ուժերի կողմից։ Սա այսպես էլի, այդպես որ շատ եք սիրում չարաշահել, առանց հասկանալ, սա ցույց է տալիս ձեր ուղեղի բանը, ծալքերի հարթությունը, էլի ասենք, թե որքան ինչ եք հասկանում, դուք պետություն հասնելով, դեռ հավակնում եք գալ կառավարել պետությունը, չհասկանալով պետությունն ինչ է, այդքան էլ հերետ եղել է պետության բանի մեջ, կառուցվածքի մեջ։ Երկրորդ, հարցը հետևյալն է, Նարեկ, բա դու ուր ես եղել։ Դու թարլան տղա, ուժեղ տղա, դու ախպերդ, ուր եք եղել։ Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը։ Դրանից հետո, որովհետև դրանից հետո էլ են բաներ, պրոցեսներ եղել, ռազմական բախումներ եղել, զորավարժությունների կարիք է եղել, կամավորների կարիք է եղել, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանները երկարել էին ու պետք էր այդ սահմաններում մարդիկ լինեին կամավորի մունքներ, ուր ես եղել դու։ Դու որտեղ ես, դու էլ պետական այր չէիր, որտեղ էիր թաքնված, մի հատ ասա իմանանք, որ սրճարանում, որ խաշանոցում, որ Թուրքի օբյեկտում էիր հարսանիք նայում, Ռուսաստաններում, դա ասա իմանանք։ Այդ հետի այդ այո գոռացողներին էլ է այս հարցը վերաբերվում։ Վերել եք են Կանդասին կանգնացրել եք կողքները, լեգենդար հետախույզ, ով է լեգենդար։ Լեգենդար էր մի ժամանակ, ու առհասարակ այդ լեգենդար բառերը սկսեք համեստորեն կիրառել։
Որովհետև երբ որ Արցախը դատարկվում էր, մի հատ այդպես լեգենդար մեկը իր անհամաձայնությունը սաղ աշխարհին չհայտնեց ու մնար անտառներում մինչև մեռնելը իր հարցը լուծեր։ Ո՞վ էր արգելելու։ Հայաստանի Հանրապետությունը չէր կարող խառնվել։ Բա մնայք լուծեիք, մի հատ նժդետ ծանվեր մեջներդ։ Լեգենդար հետախույզը թող մի հատ բան աներ հլը։ Մի հատ ջոկատ գոնե 30 տարուց ավել բանակում եք եղել։ Մի հատ ջոկատ չէի կարող 10-15 հոկանոց գոնե բայեք ասեք ստեղից մենք ելնող չենք, դուրս եկող չենք։ Ու մնայք անտառներում, չգիտեմ, միջև վերջին շունչը կռիվ տայիք։ Բայց ասում ենք փախել եք, ես ենք ասում փախել եք։ Բայց այնտեղ հրապարակում այդ շատ ծանրագույն իրավիճակում, երբ որ ճակատագրական հարցեր են լուծվում, կանգնել ասում եք մենք մինչև վերջ ես միշտ կոչեր էիք անում։ Դրանով ավելի գրգռելով իրավիճակը։ Դից հայրենասիրական կոչեր էիք անում, երբ որ հայրենասիրությունը գետնի վրա ցույց տալու ժամանակն է լինում, չկայք։ Դες լեգենդար մարդկանցով եք ոնց որ թե շրջապատած, մոտ այդ լեգենդարների լեգենդները ցույց կտակ 90-ականներին հասկացանք, այնտեղ այնքան լեգենդար տղերք են եղել, որոնք հետո չոր գուշետկի վրա քնելով են մահացել։ Հացի փող չունենալով։ Մի լեգենդար տղի չէր, միայնակ գայլը տարակ գլուխը կերան։ Դուք լեգենդարների կամ ոնց է ապրել այդ տղեն իր ամբողջ կյանքը, աշխարհի ամենահամեստ կյանքով։ Ես չեմ ուզում այստեղ աղքատ բառը օգտագործել։ Որովհետև ինքը իրան այդպեսին չի համարել, ես էլ չեմ ուզում համարել։ Ինչքան կռված ապրած այդ կյանքը ապրած տղերք են հետո ստիպված եղել դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից։ Որպեսզի իրանց ընտանիքը կարողանան պահեն։ Բայց ամեն ինչի մասին ով պիտի խոսեր ու մտա։ Մի հատ հələ նստեք բոլորդ միտեղ Նարեկ Կարապետյանով, Քոչարյան, Մոչարյան, այս սաղովդ նստեք մի հատ տեղ, մի հատ հələ ընդհանուր հայտարարություն անեք, տենեք դուք ով եք, մենք ով ենք։ Երբ որ մի ամբողջ ազգ ցեղասպանության էր ենթարկվում, այն լեգենդարները 100-120 տարի առաջ էին։ Մի կողմից ժողովրդին փորձում էին փրկել անցկացնել գետը, մյուս կողմից իրենք մնում էին այնտեղ կռիվ տալու։ Այդ դրանք են լեգենդարները, որոնց պատմության մեջ փորձում եք անընդհատ ձևափոխեք։ Այսօր էլ դաշնակցականները կանգնել են կրթությունից են դաշնակցականները կրթությունից են խոսում։ Էդի ոնց որ ես խոսամ ֆիգուրնի կատանյայից։ Կրթության հերնանիծածները խոսում են կրթությունից։ Կրթության իրաց նախարարից 100 միլիոն դոլարների սեփականություն ու գումարա պահանջվում է։ Օդից անգել այդ փողը, ոչ ուսանողներից է եկել, ոչ դպրոցների հաշվի, ոչ մյուսի։ Ինչ է խոսում։ Գրքերը բացում պատմության, գրքերը կարդում է, ինչ էին տարածում, ժողովուրդն հա մեր պատմությունը որ պատմություն, դաշնակների պատմությունը այո, պիտի վերանա, բայց պիտի անի։ Այդ դասագրքերից, այդ հորինած պատմությունները, սևեռված պատմությունները, բայց պիտի անի։ Կմնան օբյեկտիվ իրականությանը համապատասխանող պատմությունները, բայց չէ։ Պիտի երեխես գնա նստի նայի, թե ոնց է դաշնակը իրան խապել գերել, որ ինքը եսի միշտ դեմ կա եղել։ Դաշնակները դպրոցներից, դուք դպրոցները են դիլիտ գալստյանը դուրս եկել 100 դպրոց, մենք Քոչարյանի ժամանակ կառուցվել է։ Գնացեք մեծ ցույց տվեք, նախ ընտրական շրջանա, գնա բանը ցույց է տալի։ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը ցույց է տալիս իր կառուցածը։ 106 հատ արդեն հանձնվել է շարժման, 250-ը process-ի մեջ է, այս տարվա միջև վերջ ավարտված կլինեն։ Այսինքն իրանց ասած պլանը միջև 26 թիվը ունենալ 300 դպրոց գերազանցել են եւս 56-ով։ Հիմա օրական մի բան դնում են։ Հիմա գնացեք դուք էլ այդ 100-ը դրեք, ասեք այս 100-ը Քոչարյանն էր սարքել։ Գոնե 10 տարվա կյանք ունեցել են, թե չէ, թե սարքել էին, որ Լինսի հիմնադրամի փողերը ուտեն, սպյուրքայերի փողերն ուտեն։ Մի քանի հատ այդպես սարքել են։ Մեկին 100 գնով։ Տեսանք, Տարոն Մարգարյանը բան էր արել։ Ես ինչեր էր սարքել։ Նայում ես, մեջը ցուցակը գրած է, ինչի վրա ինչքան են ծասել։ Սովորական էս կաբելը որ կա, 2.5 տոս բանը, մալուխը, հա, մալուխ են դրան ասում։
Մեր բանով մնակաժիլ մալուխ է 2.5 1120 դրամ էր դրել գինը մեջ մետրը յանի մետրը 1120 դրամով առել 200 դրամով շանվոտի հետ գնում էր այդ ժամանակ այսպես թվեր նկարելով դպրոց եք կառուցել դուք դպրոց եք կառուցել դուք ձեր շենքն եք կառուցել տաները դուրս եկել ինչից են խոսում անամոթաբար է մտ դպրոցին մտ կարելի է եթե դժվար չի խնդրում եմ մի հատ բան ենք առած ահա սա մի րոպե ասեմ բուժականի մանկապարտեզն է էնի առաջ էնել հիմա Ռոբերտ Քոչարյան թորյալը ձեռը կվերցներ գնայր այն մանկապարտեզ Լիլիթ Գալստյան այդ մանկապարտեզում կցանկանայր քո մանկությունը այնտեղ ձևավորվեր աշխարհընկալումը այնտեղ ձևավորվեր Շնորհակալություն Կցանկանայք Որ մեկը Բախի պիտի մարդիկ այդտեղ գնան մեծանան Ինչի պիտի այդտեղ իրենց մանկությունը անցնի Ինչի այդ եղել ձեր վերաբերմունքը ժողովրդի հանդեպ Ու այսպեսի բազմաթիվ քանի հատ ենք արդեն ցույց տվել քանի հատ էլ կարող ենք ցույց տալ Ձեր դուստրը կգնար մի դպրոց որտեղ ասենք առավոտից մինչև օրվա կեսից հետո ասենք մինչև ժամը 3 հետո դու դպրոցում ես բնական կարիքներ կունենաս չէ կգնար մի դպրոց մի որտեղ զուգարանը 4 հատ ծակա դուրել չկա ու էդի բոլորի համար է դուստրդ կգնար տես դպրոց սա է եղել ձեր վերաբերմունքը ժողովրդի հանդեպ Սրանք կանգնել են այսօր դու որտեղ էիր Հերնել դուրս եկել Կարենը Կարապետյան մենք որտեղ էլ լինենք ասում մենք մեր պայքարը կմղենք ուզում ա լինենք հացի հերթերում ասում ուզում ա լինենք բերթեր Ինչ հացի հերթ Երբ որ Հայաստանում հացի հերթեր դուք չկայք դուք Հայաստանում չէիք լավ հավեսով ապրում եք ձեր համար Ռուսաստանում պայմանավորվել եք ստորագրությունը տվել եք հավատարմության երթումը կերել եք FSB-ի հետ ձեր համար ձեր աշխատանքն եք տանում ապրում եք Դուք հացի հերթի հետ ինչ գործում Կամ այդ հացի հերթը Նիկոլներ այդ ժամանակ տարել Հացի հերթ վաղուց չկա Մոռացեք էդի անցեք Շատ բաների հերթեր չկա Որովհետև նաև մոնոպոլիաներ էլ չկան Հայ հիմի կարող է բանում չգիտեմ Ռուսաստանում ես շատ գիտեմ մի հատ գազավորված խմիչքի հերթ լինի Հեսա շուտով կգոյանա հանգիստ եղեք Դա էլ կլինի Այն ինչ ասել են կլինի, Ռուսաստանում ապրող հայությունը ասել են տենց բան անհնար է, լինելով գալիս է, դա էլ կլինի, ֆիքսեք։ Լիմոնադի հերթ է լինելու ընդեղ, ապագայում։ Քաղցրահամ լիմոնադի։ Ու սրանք ուզում են մեզ տանեն գցեն այդ կրակը, այդ անդունդը։ Հետո էլ ասում են ոնց թե բան, ասում է պատերազմ, դու վախացնում ես դրանով ժողովուրդ, հա, վախացնում ես ժողովուրդին։ Վերլուծություն չի կար, անի, երկրի ղեկավարն է, 1000 հատ տվյալ ունի։ Դնում է վերլուծություն անում, ստացվում է այդ ոնց գումարում անում, բազմապատկում բաժանում է, ստացվում է այդ։ Ինչի հետ համաձայն չեք։ Եթե ձեզանից մեկը կա, որ համաձայն չի դրել, եկեք այստեղ նստեք, ես չունենալով այն տվյալները ինչ որ ունի Փաշինյանը, ես ձեզ ապացուցեմ, որ այդպես է։ Արցախում էլ եկի միջայլոց ասում, հեսա դուք տեսեք, մենք արդեն ռուսների հետ ենք վերջնական վերջ, մեր հեղաշրջումն էլ արեցինք, Նիկոլի դրածողներին հանեցինք, հեսա դուք տեսեք, այ հիմա օդներս բացվեց, դուք տեսեք ինչ ենք անելու։ 10 օր։ 10 օր։ Այնպես որ եթե Փաշինյանը ասում է, որ դուք եկաք միջև աշուն պատերազմ կլինի, այստեղ Փաշինյանն էլ է չափազանցացում։ Հնարավոր է չհասնի միջև սեպտեմբեր 10 օր, 15 օր, նայած Վերադառնալով, քանի որ դպրոց ցույց տվեցինք, ուրեմն ես չգիտեմ, Սասուն Միրոյանի էջին ես շատ հետևում եմ, Մելիորացիա ՓԲ-ի տնօրենն է, հիանալի աշխատանքներ է տանում, մի հատ էլ խնդրում եմ, ես գետի նկարը դրեք, էլի, սա չի եղել ձեր կառավարման տարին, գետը ինչ վիճակում, սա եղել է ձեր պետական դաստիարակությունը, քաղաքացին գնացել է, այն վերևինը տեսել է, ինքն էլ ձեռքի աղբը նետել է այդտեղ,
Երբեք մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, երբեք։ Սա որն է, տանձուտ գետն է, որը սկսել է շնչել։ Շնորհակալություն։ Դուք գետերի Կապանում, կապանցիներ կան մեր հերոստադիտողների հետևորդների մեջ։ Կապանի քաղաքի միջով անցնող գետը երբևէ մաքրված տեսել եք։ Չէ, հիմա վերջին անգամ ես չեմ տեսել ինչ վիճակում է, հույս ունեմ քաղաքացիները մաքուր են պահում, բայց ինչ գեղեցիկ քաղաք է դարձել Կապանը։ Ձգող, քաշող, սիրել տվող քաղաք է դարձել Կապանը։ Ու դեռ դառնալով գնում։ Եվ այո, սիրելի մեր հայրենակիցներ արտերկրում ապրում, երբ որ կգաք Հայաստան, շատ լավ իմացեք այս ուղղությունները։ Շրջագայելու համար հիանալի վայրեր։ Հայաստանին ծանոթանալու համար հիանալի վայրեր։ Վերածվել է դրան։ Մայթ է եղել Կապանում։ Ախր գիտեք ոնց, ես Հայաստանով շրջել սիրել եմ միշտ, դեռ անչափահաս տարիքից, ես իմ վրանով ընկերոջս հետ գնում էինք մի 3 օրով, 4 օրով անտառները։ Հետ էին գալիս, նոր տնեցիք իմանում էին, որ մենք անտառ ենք գնացել, թե չէ ինֆարկստան այն հասկանում եք։ Ես Հայաստանը միշտ եմ իմացել, բոլոր ժամանակներում սիրել եմ շրջել, հիմա էլ։ Ու այդ տարբերությունը ես եմ տեսնում։ Մի հատ ձեր տներից դուրս եկեք շրջեք, ինքներդ էլ կտեսնեք։ Ցավոք սրտի կլինեն երիտասարդներ, ովքեր այն ժամանակ չեն տեսել, ու հիմա չգիտեն ինչի հետ պիտի համեմատեն։ Հիմա ես այդ երիտասարդներին կասեմ հետևել է, այն ժամանակ որ չեք տեսել, իմացեք չի եղել։ Այդ չի եղել, վերջ։ Կամ մի հատ բան է, էլի, այս մյուս վիդեոն, որ Նիկոլ Փաշինյանն էր հրապարակել, կարելի է տեղադրել։ Ուրեմն հայրենասիրությունից խոսողներն են։ Ուրեմն սա Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար փողոցն է, բարեկարգված ու ասֆալտապատված։ Հասկացաք, չէ՞, Վայոց ձորում է, Եղեգնաձոր, խնդրեմ, շնորհակալություն։ Ես արդեն կրկնվում եմ։ Շնորհակալություն։ Այս փողոցները հենց այս մեկը չգիտեմ, բայց այսպիսի փողոցները մեր համայնքներում երբեք, անգամ սովետական միության ժամանակ ասֆալտ չեն տեսել։ Մայթի կողքով ոռոգման ջուրը բան, ծառները ասած բաժակների մեջ դրած չեն տեսել։ Ամբողջ Հայաստանով այս հսկա ծավալ աշխատանքները։ Հիմա ես ուզում եմ սրանց հայրենասիրության մակարդակը մի նախադասությունով եթերը ավարտվում է։ Ինչպես հասկացաք, փողոցի անունը Վարդան Զորավարը։ Վարդան Զորավար։ Այդ ձեր վերաբերմունքը անգամ Վարդան Զորավարի հանդեպ այդ դա է եղել։ Քոչար, դաշնակցական, սերժական, չգիտեմ ինչ էր։ Դա է եղել։ Դուք Վարդան Զորավարի անուն եք դրել փողոցի անունը, ու այդ փողոցը խղճուկ վիճակում եք պահել։ Խղճուկ վիճակում։ Դրանով լեզվամտածողություն առաջացնելով նաև Վարդան Զորավարի հանդեպ։ Դուք անգամ Զորավարի հանդեպ հարգանք չեք դրսևորել։ Տարել տեսնած վայրի անուն դրել եք, սա է եղել ձեր հայրենասիրության մակարդակը։ Եթերում Ազատ Շփումներ կհանդիպի։